Տիկին Ղազարյան ձևավորվեց 9-րդ գումարման ազգային ժողովը, առաջին նստաշրջանն ու արդեն առաջին նիստերն ենք առօրյա եւ այսպես ինչպես եք պատկերացնում ձեր ընդդիմադիր գործընկերների հետ աշխատանքը այս նոր խորհրդարանում։ Շնորհակալ եմ հարցի համար, թերևս սկզբնական շրջանում, եթե մի 3 օր առաջ հարցնեիք, թե ինչպես եմ պատկերացնում, իրականում քանի որ նույն ընդդիմությունն է կարծես ներկայացված, մի քիչ տեղերն են փոխվել պարզապես, մտածում եմ հենց 21 թվականին ինչպես ներկայացել են այդպես բոյկոտով, աղմուկով եւ այլն, այս անգամ եւս այդպես կանեն, բայց կարծես այդ մարտավարությունը, այսպես ասած, փոխած են մտել խորհրդարան, ինչեւէ ողջունել է, որ արդեն 3 օր կարողանում են գոնե բարեկրթության սահմաններում, ինչը իրենց ելույթներում են հաստատում, կարողանալ բանավեճ ծավալել եւ հետագայում չեմ կարող վստահաբար ասել, որ այս իրավիճակը կշարունակվի, որտեվ հասկանում եմ, որ հնարավոր այնպիսի մարդիկ են իրենց ցուցակում, որ հնարավոր չէ շարունակել նույն կերպ։ Տեսեք մեր գործընկերները անընդհատ կոնկրետ մեկ անձի վերաբերյալ ինչքան փաստարկներ են ներկայացնում, ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե ուսումնասիրենք մյուսներին, որովհետեւ այդ մեկ անձը ավելի շատ այսպես բաց ելույթներ է ունեցել, ավելի ակնհայտ է մյուսներին, ես օրինակ հարց ունեմ, իրենք ինչպես են իրենց ցուցակը կազմել եւ ինչ տրամաբանությամբ են կազմել իրենց ցուցակները։ Ես վստահ եմ, որ իրենց ցուցակների կազմակերպում կոնկրետ Հայաստան դաշինքի ղեկավարը Այնե Ռոբերտ Քոչյանը մասնակցություն ունի, որովհետև ինչպես տեսնում ենք իրենց 3 կուսակցությունների երկրորդ համարներն էլ Հայաստան դաշինքի նախկին падգամավորներ եւ ներկա падգամավորներ են եւ այս տրամաբանության ներքո, եթե Հայաստան դաշինքի տրամադրվածությունը բացարձակապես չի փոխվել եւ չնայած այն հանգամանքի, որ 29 մանդատից ընդամենը 12-ն են մնացել, մաշվել են ամբողջությամբ կարելի ասել, բայց այնուամենայնիվ իրենց դիրքորոշումը չի փոխվել, այդ ոնց ստացվեց, որ կարծես մյուս կողմը մի քիչ փորձում է ցույց տալ, որ կառուցողական է, ես կարծում եմ դա նաեւ պայմանավորված է նրանով, որ որոշել են այս կողմը պաշտոնները վերցնել։ Գուցե դրանով է պայմանավորված այս պահին բարեկիրթ իրենց պահվածքը, տեսնենք պաշտոնները ստանձնելուց հետո ինչպես կդրսևորեն իրենց խորհրդարանում, բայց այն, որ չեմ պատկերացնում, որ կմտնեն կառուցողական, այսպես օրենսդրական նախագծերի քննարկման մեջ, դա վստահաբար չի լինի, չենք տեսնի այդպես բան։ Տիկին Ղազարյան իմիջիայլոց առաջին օրը, նիստի առաջին օրը ձեր ընդդիմադիր գործընկերները կարծես թե քննադատական ալիք հնչեցրեցին կտրիչ Ներսիսյանի բացակայությամբ պայմանավորված։ Սրա մասին ինչ մեկնաբանություն դուք կանեք։ Դուք գիտեք մեր տրամադրվածությունը ինչպես է։ Դրա այդ բացականչությունները, որ հնչեցնում էին, փորձում էին այսպես նիստը խափանել, ավելի լավ է թող հնչեցնեին Կտրիչ Ներսիսյանը եւ նրա եղբայրը երբևէ հերքել են իրենց զավակ ունենալու հանգամանքը։ Երբ որ չեն հերքել, այդ դեպքում չեն կարող նրանք համարվել այն տեղում, որ չեն կարող իրենք լինել այն տեղում, որտեղ պետքա լինեին։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ եթե շարունակեին այդ բանավեճը ծավալել, ավելի շատ իրենք էին տուժելու այդ բանավեճից, որովհետեւ ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է, մեր տրամադրվածությունը պարզ ու հստակ է եւ մեր աշխատանքը հայ առաքելական եկեղեցին մաքրելու շարունակվում է, ինչքան էլ որ այս պահին դա ակնհայտ չի երևում, բայց մենք չենք հրաժարվում այդ մտքից։ Խոսենք նաեւ սահմանադրության փոփոխություններից առաջիկայում, որոնք պետք է տեղի ունենան ընդհանրապես։ Այո։ Բացարձակ մեծամասնություն չկազմեց։ Քաղաքացիական պայմանագիրը այս խորհրդարանում, ինչը ընդդիմադիր գործընկերների, ընդդիմադիր հատվածի կողմից այսպես խոսելու, քննարկելու տեղի տվեց։ Սա մասով ինչ կասեք, կարող ի վերջո այդ սահմանադրական փոփոխությունները տեղի ունենալու թե ոչ։ Գիտեք, մեր տրամադրվածությունը այս հարցով եւս սահմանադրական բարեփոխումներ, այնուհետև նոր սահմանադրություն ունենալու միտումը եւ ես ասում եմ ձեզ, որ նոր սահմանադրության տեքստը արդեն այսպես կազմված է եւ փոքր այսպես փոփոխությունների շրջանում է գտնվում, առաջարկությունների հիման վրա եւ շուտով հանրությանը կներկայացվի եւ կդրվի լայն քննարկման հանրության շրջանակներում։ Իսկ իրավական այո, իրավացեք, որ չունենք համապատասխան քվեներ նոր սահմանադրությունը ազգային ժողովով հաստատելու, բայց իրավական
գործընթացները կդիտարկենք ինչպես կընթանան, հնդածս կանենք։ Մեր նպատակը առաջին հերթին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամբողջությամբ օրգանիկ, այսպես կապվածություն ունենա նոր սահմանադրության հետ, որովհետև սահմանադրությունը այսպես սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ապրելու կարգ ու կանոնը, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի քվեարկում սահմանադրության օգտին, հետեւաբար նա օտար է զգում իրեն այդ օրենքներից, եւ մենք պետք է գնանք նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին այնքան լիարժեք, ընկալի եւ ընդունի նոր սահմանադրությունը եւ հետո ապա գնանք հանրաքվեի, որ արդեն միանշանակ կարողանա իրենը համարել այդ օրենքները, կանոնները եւ ամեն ինչը, որպեսզի կարողանանք ունենանք ավելի իրավական պետություն, ինչին մենք բոլորս իրապես ցկտում ենք։ Հայաստան դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, որոնք եւս նախատեսվում են ապագայում, կրկին անգամ իշխանությունը ըստ իր բառերի տարածքների զիջման է գնում։ Դե Իշխան Սաղաթելյանի հենց այդ պնդումը օդի մեջ կարող է վերանալ, որովհետև հիշում ենք իրանցի սահմանազատման process-ի ժամանակ, թե ինչպիսի հայտարարություն էին անում նույն այդ դաշինքի ներկայացուցիչները, եկեղեցու հետ կապված, տարածքների հետ կապված եւ ամեն ինչի հետ կապված, բայց ինչ ստացվեց արդյունքում։ Կարող եք գնալ եւ վստահաբար իրանցի յուրաքանչյուր քաղաքացուց հարցնել միջև սահմանազատումը եւ սահմանազատումից հետո ինչպես է իրեն զգում իր համայնքում, ինչպիսի ապահով իրավիճակ է զգում, ինչպես է իր երեխաներին դպրոցում ուղարկում կամ ասենք ֆուտբոլի դաշտ կամ ինչ որտեղ, քանի տուն է կառուցվել սահմանազատումից հետո իրանց համայնքում եւ այս ամեն ինչը խոսուն փաստերեն այն մասին, որ սահմանազատման սահմանագծման գործընթացը իրականում շատ կառուցողական մթնոլորտում է իրականացվում եւ այն գույժերը, որ գուժում են այդ դաշինքի կողմից, հերթական անգամ քաղաքացիներին ահաբեկելու վախի մթնոլորտ սերմանելու գործընթացներ են, ինչպես իրենք են ասում, տերորի ենթարկելու գործընթացներ են, ինչից իրենք միշտ փորձում են դիվիդենդ հավաքել, բայց այսպես թարս է պատտվում էլի։ Տիկին Ղազարյան եւ վերջին հարցը, պատերազմի մասնակից լինելը առավելություն է քաղաքական դաշտում։ Գիտեք, առհասարակ պատասխանատվություն վերցնել քո երկրի, քո սահմանի վերաբերյալ միշտ էլ շատ կարևոր է եւ դա յուրաքանչյուր քաղաքացի պետք է անի։ Յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն վերցնել օրենքի առաջ եւս յուրաքանչյուր քաղաքացի պետք է անել, բայց արտոնություններ ունենալ Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկ իրավունք չունի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, լինի դա պաշտոնյա, լինի դա մեր հարևանը, մեր բարեկամը եւ այլն, ով պարզապես իր գործունեությունն է իրականացնում եւ ես միշտ եմ նշել, հայրենասիրության ամենակարևոր դրսեւորումը, այսպես որ կուրծք են ծեծում, թե իբրև հայրենասիրություն եւ այլն, քո աշխատանքը քո տեղում պատասխանատու կերպով իրականացնել, կապ չունի դու ինչ աշխատանքով ես զբաղվում եւ վստահաբար դա օգուտ Հայաստանի Հանրապետությանն է գնալու եւ օգուտ քո բնակչին, քո համայնքին է գնալու եւ դրանով ծաղկացնելու ես քո սա իրական հայրենասիրություն, այո, եթե պատերազմ է պետք է լինես պատերազմի դաշտում, եթե խաղաղությունը պետք է գործունեությունը կազմակերպես այնպես, որ ի նպաստ ծառայես Հայաստանի Հանրապետությանը։